Պարոն Կոնջորյան, ոնց էիք ասում, ձեր դժողքի սաունդթրեքն է, որտեղ էլ որ լինեք, հարմար տեղավորվեք ու դիմացեք։ Ես ուզում եմ այս երկու օրերի ընթացքում փորփրել, գտնել վերջը Հայկ Կոնջորյան քաղաքական գործիչը ինչով է հայտնի, ինչով է մնալու մեր պատմության մեջ իր քաղաքական կարիերայի ամենացայտուն դրվագները, բացի տարբեր կուսակցություններ փոխելուց, Հայկ Կոնջորյանը առաջինը հայտնի դարձավ մեր հանրությանը, երբ որ այս ամբիոնից ասաց, որ Իրանը ավտորիտար կառավարում ունեցող երկիր է։ Հետո երևի շատ արագ հուշեցին իր ֆրակցիայի իր գործընկերները ինչ անիմաստ հայտարարություն է արվել, դրա համար Կոնջորյանը ներողություն խնդրեց։ Կոնջորյանը 5 տարիների ընթացքում ընդդիմությանը ամենաշատ ու ամենասուր պիտակավորած քաղաքական գործիչն է եւ երևի դրա համար էլ արժանացել է այս առաջխաղացմանը, դե ՔՊԻ-ի արժանամակարգին համապատասխան քաղաքական հակառակորդներին որքան թիրախավորում ու վիրավորում ես, կապ չունի այլ ինչ արժանիք ունես ընդհանրապես։ Բայց Կոնջորյանը մեր հանրությանը ավելի հայտնի դարձավ իր ընտանիքի անդամների եւ իր տան պատմությունով։ Իմ գործընկերները շատ խոսեցին Հայփոստի պատմության մասին, որը իրականում աբսուրդ է եւ իսկապես այդտեղ հարցը միակն է։ Եթե կինը չլիներ Հայկ Կոնջորյանի կինը, կզբաղեցներ այդ պաշտոնը, թե չէր զբաղեցնի։ Հայկ Կոնջորյանի տան պատմության մասին էլ շատ խոսվեց, 20 միլիոն դրամով ավելի էժան տուն գնել եւ եկամտահարկի հետ վերադարձի օրենքից օգտվել։ Եղբոր մի պատմության մասին շատ խոսվեց բարեկների ուղեկցությամբ քաղաքացուն հայելու, բայց ես ուզում եմ եղբոր Հայկ Կոնջորյանի եղբոր երկրորդ պատմության առեղծվածային պատմության մասին խոսել, որովհետև դա մի տեսակ անտեսված մնաց։ Օրինակ, սիրելի քաղաքացիներ, դուք գիտեիք, որ մեր օրվա հերոսի եղբայրը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայր Ավետ Կոնջորյանը 25 թվականի հուլիսի 1-ին 1 տարով զրկվել է վարորդական իրավունքից, սակայն 3 ամիս անց Կոնջորյանը եղբայրը Հայկ Կոնջորյանի նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել բարեկների կողմից, նրա նկատմամբ հարուցել է քրեական վարույթ։ Կասեք, արդար երկիր, մարդը օրենք է խախտել, պարեկները բռնել են, ինչ խնդիր կա։ Խնդիրը գիտեք որն է, որ այդ քրեական վարույթի ընթացքում Հայկ Կոնջորյանի եղբայրը մարմնին քննություն իրականացնող ներկայացրել է տեղեկանք, որ ինքը դատված չի եղել։ Ու դրա համար կրել է ավելի քիչ պատիժ, կարար ընդհուպ միջև ազատազրկում ունենար, բայց շատ փոքր տուգանքով սահմանափակվել է, որովհետև այդ տեղեկանքն է ներկայացվել։ Բայց Հայկ Կոնջորյանի եղբայրը 2010 թվականին պարզվում է դատված է եղել, դատվածություն ունի, գիտեք ինչ հոդվածով, խարդախության, ու եթե մենք ձեր մակարդակին լինեինք, հիմա թալանչիից սկսած ինչ ասես իրան կասեինք, բայց դա կապ չունի, 10 թվականին դատվել է խարդախության հոդվածով, այդ տեղեկանքը ՆԳՆ-ն չի տրամադրել վարույթն իրականացնող մարմնին, արդյունքում Հայկ Կոնջորյանի եղբայրը ստացել է շատ ավելի քիչ պատիժ։ Ես հարց ունեմ Հայկ Կոնջորյանին, որը ինձ թված Հայկ Կոնջորյանն է, Հայկ Կոնջորյանին, ով ասում էր, որ մենք տեսել ենք ինչպես են խնամիները, ծանոթները, վարորդները, վարորդի սիրուհիները հանրային բարիքից օգտվում ու բանանում, չարաշահում պաշտոնական դիրքը։ Եթե Ավետ Կոնջորյանը չլիներ Հայկ Կոնջորյանի եղբայրը, նա հնարավորություն կունենար ՆԳՆ-ից ստանալ տեղեկանք, դատված լինելով, որ դատված չի եղել։ Նա հնարավորություն կունենար ավելի փոքր պատիժ ստանալ, քան նախատեսվում է այդ դեպքում օրենքով։ Իմ միանշանակ պատասխանը, որ ոչ, նույն կերպ Հայկ Կոնջորյանի կինը չէր լինի այդ պաշտոնում, նույն կերպ Հայկ Կոնջորյանը ավելի էժան բնակարան չէր կարողանա գնել։ Հիմա հարց դեպի Եվրոպա գնացող թիմին։ Դեպի Եվրոպա, որ հայտարարել եք, գնում եք, այ թիմ։ Եվրոպայում նման թեկնածուներին ինչ կանեին եվրոպական երկրներում, առաջ կմղեին, թե թեկնածությունը հետ կկանչեին, ինչ կանեին, այսքան սկանդալների կենտրոնում հայտնված որևէ թեկնածուի, եթե չգիտեք հարցի պատասխանը, հետ կկանչեին, դուք առաջ եք մղում, որովհետև խնդիր չունի ինքը, կարմիր գիծ չունի, ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարի, Հայկ Կոնջորյանը կբացի Աճարյանի բառարանը, կգտնի մի բառ, որ քիչ է օգտագործվել, կգա այստեղից ելույթ կունենա, որ տպավորիչ վերնագիր ստանա։ Ես իրականում փորձեցի մի քիչ Հայկ Կոնջորյան լինել եւ AI-ին շատ եմ օգտագործում, բավական ակտիվ օգտատեր եմ AI-ի, խնդրեցի, որ AI-ը որպես Հայկ Կոնջորյան
քաղաքական գործիչ հանդես գա ու գնահատի Հայկ Կոնջորյանին, այսինքն ինքը իր գնահատականն է որպես Հայկ Կոնջորյան, տա Հայկ Կոնջորյան քաղաքական գործչին։ Լավ բաներ չասես ձեր մասին էյայը, տարբեր վերնագրեր առաջարկեց, օրենքից վեր դասած ֆեոդալական կաստայի ներկայացուցիչ, կոռուպցիոն կրկեսի գլխավոր ակրոբատ, իշխանական քլիկբայթի գրոսմաստեր։ Եթե մենք ձեր ոճով ելույթ ունենանք, կարելի էր գար այս բանը խրոխտ արտահայտություններ անել, վերնագրերը ստանալ ու մեզնից գոհ գնալ նստել հուսալով առաջ խաղացման համար։ Ուրեմն Հայկ Կոնջորյան քաղաքական գործիչը Հայաստանի քաղաքական պատմության մեջ մնալու է այս ամենով, այս սկանդալներով, այս բառապաշարով եւ չգիտեմ էլ ինչ գին ունի իր այս առաջ խաղացումը։ Ճիշտն ասած Հայկ Կոնջորյանը իմ սրտին մի նոր վերքել բերեց, երբ կարդացի իր ստատուսը այն մասին, երբ իր եղբոր հետ հայտնի պատմությունից հետո ինքը փորձում էր տարանջատվել իր եղբորից։ Ասում էր, ես կապ չունեմ։ Ինչ եղել է այնտեղ բան արեք, իմ անձի հետ եմ փորձում կապել։ Եթե ձեր անձի հետ այս մարդիկ կապ չունենային, այսքան արտոնություններ կստանային, բավաս մնացածի եղբայրները չեն ստանում Հայկ Կոնջորյան։ Այս ամեն ինչը օրվա հերոսի մասին։ Հիմա մի քանի այլ արտահայտությունների մասին, որ այստեղ հնչել են։ Նախ, ինչքան կարելի է գալ մանիպուլացնել այստեղից, դուք մանկապարտեզում եք, դուք վարիչներ եք մանկապարտեզի։ Ասենք Հայկ Կոնջորյանը այսօր 50 րոպե ուշայեք է, հիմա ստեղ չի։ Մեկը գալիս է, ասում է Հայկ Կոնջորյանը, որովհետև այստեղ չի աշխատավարձ ստանում, այստեղ չլինելու համար աշխատավարձ ստանում։ Եթե դուք կարծում եք, որ դուք մտքի գոհարներ եք արտահայտում, մենք էլ պարտավոր ենք այնտեղ նստած ձեզ լսել, խաբել են ձեզ, դուք մտքի գոհարներ չեք արտահայտում։ Մենք էլ պարտավորություն չունենք որևէ կոնկրետ տեղից ձեզ լսելու, բայց լսում ենք, երբ պետք է արձագանքում ենք։ Կարիք չկա մանիպուլացնել գալ այստեղ ու, չգիտեմ, Հայկ Կոնջորյանից հիմա դատարկ կարթորի հետ եմ խոսում։ Կարիք չկա մանիպուլացնել ու ասել, որ երբ ընդդիմությունը բոյկոտում անիստերը, ինքը դրա համար վարձատրվում է։ Մի խաբեք, մեղ կա մեր հանրությունը, հերիք է խաբեք։ Ես եղել է դեպք, երբ որ ստացել եմ 200,000 դրամ աշխատավարձ այդ ամսվա համար, որովհետև բոյկոտել ենք մենք նիստերը, Դա եմ ասում, եթե ձեր հայտարարությունների մեջ տրամաբանական հակասություն չեք տեսնում, ձեր խնդիրն է։ Մի տեղից մի արձագանք։ Երբ բոյկոտում են նիստերը, դա ունենում է հետևանք, ընդդիմադիրները կրում են այդ հետևանքը։ Ինչ եք անդադ գալիս մանիպուլացնում այստեղից, բանը, չեք գալիս աշխատավարձ եք ստանում եւ այլն։ Բայց ես կարևոր եմ համարում Արման Եղոյանի հնչեցրած հարցը։ Կարծում եմ իրականում քիչ թե շատ ամենաբովանդակային հարցն էր։ Արման Եղոյանը ասում է, այս խորհրդարանը մի առաքելություն ունի, պիտի պարզի ինչքանով կարող է Ռուսաստանի Դաշնությունը միջամտել մեր ներքին գործերին։ Ազդեցություն ունենալ, մոտավորապես էությունը դա էր։ Հիմա, լավ, ես պատասխանում եմ ձեր հարցին, ձեր ուղիղ մեջ բերումը կասեք։ Ո՞նց է ձեր համար այս պատասխանը, Արման Եղոյան։ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Եմեն, Չինաստանը, Ճապոնիան նույն չափ կարող են միջամտել մեր ներքին գործերին, նույն ազդեցությունը կարող են ունենալ մեր ներքին կյանքում։ Այսինքն, ավելի լավ է նախ չմիջամտեն մեր ներքին գործերին, բայց քանի որ ազդեցությունը բացառել անհնար է, այդ ազդեցությունները պիտի հավասարակշռված լինեն։ Բայց սա կեղծ դիլեմա է, գիտեք։ Ես առաջարկում եմ իրական դիլեմային անդրադառնալ։ Դուք Տիգրան հարցին չեք կարողանում պատասխանել, շատ պարզ, վերջը Տիգրան Հայաստանի Հանրապետության տարածքում է, թե չէ, մենք ասում ենք կարաք այդ պարզ նախադասությունը ասեք, բայց երկրորդ հարցին կարաք պատասխանեք, որոնք են Հայաստանի Հանրապետության, որ երկրներն են Հայաստանի Հանրապետության սպառնալիքները։ Դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունում։ Մեր կոնցեպտը շատ պարզ է։ Ասում ենք, սիրելի ժողովուրդ, եկեք ֆիքսենք, որ երկրներն են մեր սպառնալիքները, եւ դա Ադրբեջանը եւ Թուրքիան են, մնացած երկրները կարող են լինել մեր պոտենցիալ դաշնակիցները։ Դուք ասում եք, եկեք սպառնալիքին սպառնալիք չանվանենք, դրանով սպառնալիքը կդադարի սպառնալիք լինել, ու եկեք թշնամիներ ման գանք, որտեղ կարող ենք։ Ունենք բարեկամական հարաբերություններ, բայց ինչի՞ է մեզ պետք բարեկամական հարաբերություններ։ Այդ դեպքում մենք չենք կարող այս ամբիոնից կանգնենք, ասենք մենք մենակ ենք աշխարհում։ Այդ զոհի կարգավիճակի մեջ չենք կարող մտնենք։ Եկեք փչացնենք այդ բարեկամական հարաբերությունները։ Եկեք անենք անպատասխանատու հայտարարություններ, որի հետևանքները մեր քաղաքացիները կկրեն։ Մենք դեմ ենք դրան։ Դրա համար սլաբո, եկեք ֆիքսենք սպառնալիքները, մնացածի հետ բարեկամանանք։
չեմ ավարտել, չի ավարտել ժամանակը, վիշտապեք։ Կարող եք ֆիքսել սպառնալիքները, կարող եք գալ ասել, որոնք են մեր երկրին սպառնալիք հանդիսացող երկրները։ Շնորհակալություն։